Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ նա հասցրեց ճանաչում ձեռք բերել բարարվեստում։ Տեղափոխվելուց հետո անցավ ստեղծագործական բազմաժանր հարուստ ճանապարհ։ Նրա բոլոր նախաձեռնություններն ու նախագծերը պսակվում են հաջողությամբ։ Աշխատասիրությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատն է նրա բանաձևը։ Այսպիսին է ինձ համար մինչ այս անծանոթ, իսկ հիմա արդեն հարազատ դարձած Կարո Կիրակոսյանը։ Պարուսույց, բալետմեստր, ռեժիսոր, գործունյա մարդ։ Շատ լավ ընկեր է, շատ լավ խորհուրդներ է տալի։ Շատ վստահելի մարդ, վստահելի ընկեր է։ Շատ լավ պապա է։ Շատ երազող է։ Հայրիկը միշտ ամեն ինչ անում է իր ձևով։ Մեկ, երկուս, երեք։ Տատիկ-պապիկները ծնվել են Արևմտյան Հայաստանում, Քոնյա, Ադանա, Ղայսերի այդ շրջաններում և ջարդի ժամանակ 1915 թվականին ուրեմն տատիկներն էլ, պապիկներն էլ մի մասը ոտքով ամբողջ այդ դերձորի անապատներով հասել են մինչև Սիրիա, Հալեբ քաղաք, մյուս մասը չէին պատմում ոնց, ընկել են Հունաստան աթղենք։ 47 թվականին, ինչպես շատ հայեր, ներգաղթել են Սովետական Հայաստան, բնակություն են հաստատել Երևան քաղաքում, հայրս և մայրս Երևանում ծանոթացել են, ամուսնացել են և ծնվել եմ ես առաջնեկը 1955 թվականին։ Մեծացել եմ արհեստավորների ընտանիքում և փոքր ժամանակվանից թե տեսել եմ ոնց են անում և թե ինձ, ասենք, չէի ասի ստիպել, բայց միշտ դիմացս պայմանադրվել, որ ասենք այս մի բանը դու կանես, հետո կանես այն ինչ որ դու ես ուզում։ Հեծանիվ ես ուզում, ուրեմն պիտի եսի անես, ճամբար ես ուզում գնաս, ուրեմն պիտի ես անես։ Նրա ձեռքից ամեն ինչ գալիս է, մուրճ, մեղ, սղոց, նա կարող է դեկորներ պատրաստել, նա կարող է հագուստներ կարել, նա կարող է բեմական ռեկվիզիտը պատրաստել։ Բարձր դասարաններում ուզում էի ընդունվել թատերական ինստիտուտ, ասեմ, չեմ կարա հիմա հիշեմ, թե կոնկրետ ինչն էր ինձ դրդում դրան, բայց սիրում էի դերասանի արվեստը, ռեժիսորների, ասենք, աշխատանքը, ուզում էի, բայց քանի որ ասեցի ինչ ընտանիքում եմ մեծացել, հայրիկս դեմ էր այդպես բաների, ասում էր տղամարդու գործ չի, մի լուրջ մի բանով զբաղվի, ավելի լավ է գնաս սովորես, մի հատ, ասենք, եթե ոչ արես, գոնե որևէ մասնագիտություն ձեռք բերես, ասենք, չգիտեմ, չէր խրախուսվում տանը դերասան լինել։ Ընկերս համոզեց, գնացի
ընդունելության քննություններին ընդունվեցի տեխնիկում ու սկսեցին գնել տեխնիկում։ Ավարտեցի տեխնիկումը, դիպլոմը ստացա, հայրիկս շատ ուրախացավ, գնացի գործարան աշխատելու։ Աշխատեցի 2 ամիս ու հասկացա, որ դա իմը չի։ Ու ես կյանքում էլ գործարան չեմ վերադառնալու։ Այն ժամանակ գոյություն ուներ Հովսեփ Շամամյանի ընկերոսիկի նորաստեղծ այդ պարային խումբը, որ ընդամենը երևի այդ պերիոդ 1 կամ 2 տարվա կյանք հլը ուներ, նոր էր սկսվել, ինձ կանչեցին, որպեսզի գնամ իրանց խումբը պարելու։ 79 թվականին Երևանում առաջի անգամ բացվեց հիմա որ գոյություն ունի ջազային քոլեջը ձեր, մենք եղել ենք, ասենք ես իմ ընկերների հետ եղել եմ, այդ քոլեջի առաջի կուրսեցիներից առաջինը մենք ենք եղել։ Այն ժամանակ կոչվում էր Էստրադնո-ցիրկովայա ստուդիա։ Կուրսը բացառիկ կուրս էր, մենք բոլորս միասին օրվա երևի 10-12 ժամը միասին էինք անցկացնում, այդ ուրեմն Էռնան Յուզբաշյան, Սյուզան Մարկարյան, Հրաշն Հարությունյան, Նարինեն Հարությունյան, ես էի, Հասմիկ Հակոբյան, չգիտեմ, եթե ինչ-որ մեկի անունով մոռացա, թող ինձ ներող լինեն, բավականին Անահիտը Մանուկյան շրջագայությունների էին գնում, հիմա որ հիշում եմ, մենակ լավ տպավորություններն եմ հիշում, մենակ այդ մեր երջանիկ օրերն եմ հիշում։ Մենք ոնց որ բաժանվել էինք 2 մասի կուրսը, երաժիշտներ, երգիչներ եւ պարողներ։ Համերգներին գնալուց ավելի մտերմացանք բոլորս իրար հետ։ Կարոին սկսեցին բոլորը հարգել, ես որտեղ մենք սաղս փոքր էինք տարիքով, Կարոն բանակ գնացած եկած էր։ Մենք սաղս 16, 17, 18 այդ տարիքի էինք բոլորս։ Ու բոլորս իրան լսում էինք, իր խոսքը մեր համար օրենք էր։ Ալան կողքս լիներ, երևի կսպաներ, երբ որ կուրսեցիների անունները տալիս է, իր անունը չտվեցի։ Կինս Ալան, ուրեմն համակուրսեցիս, որ այն ժամանակ թե նվագում եւ թե երգում էր ու շատ, ասենք, աչքի ընկնող պերսոնաժներից մեկն էր։ Ինքը իրան ստացվել, իրար հետ համերգների, իրար հետ հաց ուտել, իրար հետ կիսվել, տղաներին օգնել, տղաները մեզ օգնեն։ Մեր համար այնքան սովորական էր, ինքը կամած, ինքը իրան ստացվել, չեմ կարա բացատրեմ եւ երբեք այդ հարցը ինձ չեմ տվել։ Մենք կուրսում 2 տարի սովորելուց հետո 80 թվականին ամուսնացանք հակառակ մեր ծնողների համաձայնության։ Ավելի շատ իրա ծնողների համաձայնության, ասում էին աղբարի տղայա, ալային կվեկալի կտանի։ Մի անգամից իմ աչքի առաջ գալիս է Կարարոյի փառահեղ ընտանիք։ Նրա կինը Ալլան, որը կյանքի կտոր է, եւ կարծես թե լրացնում է Կարոյին երկուսով միասին, նրանք կարողացան իրենց 2 զավակներին այնպես մեծացնել հեռավոր այդ դաժան երկրում, որ հիմա բոլորս գիտենք, Միհրանը Ամերիկայում մեկ հայտնի պարող է, Մադոննայի հետ է պարել, գոռը մեծ տղան, որ արդեն քանի ֆիլմեր է նկարել։ Եվ այդ ամենը նրանք կարողացան Ալլան եւ Կարոն երկուսով միասին քրտնաջան, առանց կուրկ ծեծելու, առանց ոչ մի բանի կամաց հասցրեցին իրենց զավակներին այդ մեծ նպատակին։ Մի խումբ ուներ եւ հերոստատեսությամբ մի հաղորդում ես տեսա։ Ես ծանոթ չէի իր հետ։ Իր ամբողջ բարախումբն էր։ Եվ տեսա բավական առաջնայող հայացք,
եւ շատ ժամանակակից պլաստիկա։ Եվ տղաներից ասեցի, որ ով գիտի, այս մարդը ով է բեմադրել սա, ով է սրա հեղինակը, ասեցին, որ Կարո Կիրակոսյան, խնդրում եմ ասեցի, կանչեք մի հատ հանդիպեմ հետը։ Հանդիպեցի եւ առաջի իսկ հանդիպումից հետո նա սկսեց մեր թատրոնում աշխատել։ Կարոյի աչքը, Կարոյի կարծիքը շատ կարևոր էր, որովհետև նա անդադ գալիս էր փորձերին եւ շատ բաներ ստուգում էի հենց Կարոյի աչքերով։ Երկու թվականին եք տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուրեմն ես աշխատում էի դուրսը կոլեկտիվի հետ, Ալան երեխեքի հետ տաններ, դժվարություններ բավականին, հետ եկա Հայաստան, մի քանի ամիս դրսերն էի, ասենք լավ չի, աշխատանք չկա, պարողը ումա պետք է այդ տարիներին, անիմաստ, ասենք գործ չկա, ոչ իման չես կարող անել։ Ու որոշեցինք մի առժամանակ գալ, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, աշխատել, որտեղ երեխեքը փոքր էին, եւ որ ասենք կարծում ենք, որ կարելի է հետ վերադառնալ հայրենիք, կվերադառնանք հետ հայրենիք։ Մտածմունքի մեջ էինք, որ գնում ենք, մեր ընկերները ասում են լուրջ գնում եք, ասում եմ գնում ենք, բայց sense գիտես ինչ, ոնց որ գնում ենք ու հետ գանք։ Հետ ասում ենք լավ, քանի որ այս դժվարությունները ստեղ հիմա այսքան անցկացրին, գնանք փորձենք։ Դժվարությամբ ենք դուրս եկի երկրից, ես հիշում եմ մեր ընկերները, ասենք մեր գալուց առաջ եկել էին մեր տուն, նստած ենք, ոչ մեկ չի հավատում, որ մենք գնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մենք ինքներս չենք կարող հավատանք, բայց ինքը չբողոքեն, բայց բավականին ծանր տարիներ էին, շատ դժվար տարիներ էին, թե ապրելու, գոյատևելու, թե ստեղծագործելու եւ շատ դժվար էր նույնիսկ երկրից դուրս գալ։ Ուրեմն մի մասը իմ մոտիկ ընկերներից գիտեն, բայց ասենք գաղտնիք չի կարամ ասեմ, այդ ժամանակ որպեսզի մենք ընտանիքով ես, Ալան երեխաները եւ եղբայրս ու մայրս կարողանային դուրս գալ երկրից, գալ Ամերիկա, մենք մեր սեփական տունը այգիով, ասենք ավտոտնակով, ինչ կար չկար, փոխել ենք 6 հատ ինքնաթիռի տոմսի հետ, թրե եկել ենք Ամերիկա, մինուսով եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մտածելով, որ կաշխատենք, ամեն ինչ լավ կլինի։ Ես հիշում եմ օրեր, որ իմ առաջի ծնունդը, որ մենք ստեղ նշել ենք, եղել է դատարկ սենյակի մեջ, առանց ոչ մի կահույքի, գերնի նստե պիցա ենք կերել ընտանիքով, այդ իմ ծնունդն է եղել, ես օրինակ դա լավ եմ հիշում։ Զարմանալիորեն ծանրաբեռնված աշխատելով, ամենափոքր գործերից սկսելով, երևի թե դեռ փոքր վարձատրություններով աշխատելով կարողանում էին չկտրվել եւ չկտրել իրենց ընկերական շրջապատը։ Եվ դրա համար այսօր Կարոն եւ Ալան հսկայական ընկերների բանակ կարելի ասել ունեն եւ Լոս Անջելեսում եւ Հայաստանում։ Ես ներկա եմ եղել, թե ինչպես էին նրանք այնտեղ սկսում, թե ինչ դժվարությունների միջով անցան։ Մարդուկին, Ալլան ու Կարոն ուսուսի տված, աշխատելով
օրը 22 ժամ, 20 ժամ, կամաց տոտիկ հասան այն վիճակին, որով հիմա նրանք են, որովհետև հիմա իմ կարծիքով Լոս Անջելեսում մարդ չկա, որ չճանաչի Կարո Կիրակոսյանի ընտանիքը։ Մենք տանը 4-ս էլ ստեղծագործող ենք, մտածող ենք։ Երբ որ որևէ մեկը մեզանից իդեա ունի, 4-ն էլ կարան այդ իդեայի շուրջ սկսեն մտածել, խորհուրդներ տալ կամ առաջարկություններ անել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալուց հետո շատ կարճ ժամանակում հեռուստատեսային ուրեմն մի հատ հանդիպում արեցին ինձ հետ, ասեցի, որ եկել եմ, ուզում եմ ստեղ դպրոց բացեմ։ Մյուս շաբաթ ես արդեն աշակերտներ ունեի ու հիմնադրեցի ստեղ իմ պարի ստուդիան։ Որ եկանք Ամերիկա, արդեն մտածեցինք, որ պարի խումբը պետքա լինի, որտեղ մեզ ասում էին մոռացեք պարելով ստեղ փող չի կաշխատի, բայց մենք հասկացանք, որ ստեղ հայկական շուկան մոդեռն դանս չկա, եւ 0-ից սկսելով մեր երեխեքին պարի տանելով, ոնց որ ասենք, փորձենք։ 8 տարի դպրոցը գոյություն ա ունեցել, մեծ աշխատանք եմ արել այդ ընթացքում, թե մանկական հաղորդումներ հեռուստատեսությամբ, թե մանկական շոուներ, ներկայացումներ, մյուզիքլներ։ Արվեստի մեջ լինելու եւ ստեղծագործելու ջիղը կարծես այս ընտանիքի գենետիկ կոդի մեջ է։ Կարոյի ու Ալայի միությունից նրանց բոլոր ձիրքերը կրկնապատկվեցին եւ նոր ուժ ստացան որդիների մեջ։ Չխնայելով ոչ մի միջոց, նրանք հարթեցին տղաների հաջողության ճանապարհը, որը դարձավ իսկական ամերիկյան երազանքի մարմնացում։ Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամանակին դեպի արվեստ Կարո Կիրակոսյանի ունեցած մղումը չէր խրախուսվել սեփական ընտանիքում։ Մեր ստեղ տեղափոխվելուց հետո առաջի իսկ օրվանից Գորնել Միրանն էլ եղել են իմ հետ, եղել են բեմի վրա, ստուդիայում, պարել են, չգիտեմ, ներկայացումների մեջ են զբաղված եղել, խաղացել են փոքր տարիքից, երկուսն են։ Ալայի հետ միասին որոշեցինք, որ ես ու ինքը էլ մոռանում ենք մեր, ասենք, կարիերայի մասին, բեմական կարիերայի մասին, ու ճիշտ լինի, ասենք, այն ինչ որ մենք ուզում ենք անել, փորձենք փոխանցել մեր տղաներին։ Ու այդ տարվանից, ասենք, երկուսին ես եւ Ալան, ասենք, 24 ժամ զբաղվել ենք իրանցով։ Կարոն եւ Ալան երկու զավակներին, երբ որ տեղափոխվեցին բոլորով Լոս Անջելես, երկու զավակները բավական տարիքով փոքր էին։ Եվ նրանց հետ երկարատև աշխատելուց հետո, նրանց համար աշխատելուց հետո կարողացան Կարոնք հասավ նրան, որ Միհրանն էլ Գորնել մտան ամերիկյան կինոարտադրության եւ շոու բիզնեսի շուկա։ Դա բացառիկ բան է։ Երբ որ ես փոքր էի, ես փորձում էի իմ հայրիկիս օգնել, որ իր պրոյեկտները իրականացնենք։ Այդ տարիների ընթացքում չգիտես ինչու այդ ամեն ինչը փոխվավ ու հիմա անենցա որ ես ու եղբայրս ինչ-որ բաներ ենք ուզում ստեղծենք ու հայրիկս է մեզ օգնում։ Գորի հետ սկսել ենք միասին աշխատել, երբ որ Գորի հետ միասին ստեղծեցինք Դեմք շոուն։ Գորի ընկերները եւ ինքը այն տարիքին էին 14-15 տարեկան, որ կարելի էր իրանցից որևէ մի հատ, ասենք, հումորային կոլեկտիվ ստեղծել։ Առաջի մեծ աշխատանքը եղել է կարճամետրաժ ֆիլմ, հետո եղել է գեղարվեստական ֆիլմերը, ասենք ես եղել եմ դրանց պրոդյուսերները,
որոշ ֆիլմերի գաղափարն է իմը, ասենք ինչ պետք է արվեր, որտեվ ինքը դեռ այդքան սկզբից փորձառություն չուներ, բայց միևնույնն է, ես վստահել եմ իրան, որպես ռեժիսոր վստահել եմ իրան, արել եմ ամեն ինչ, ինքը ինչ որ ուզել է, որպեսզի իր գաղափարը իրականացնենք։ Եվ այդտեղ ծնվեց մեծ պատմություն փոքր քաղաքում ֆիլմի գաղափարը։ Աշխատելով սցենարի վրա եւ ստանալով այն գաղափարը, որ մենք ուզում էինք, պապան եւ պապայիս ընկերը դավերի արեցին ինձի, որպես շատ երիտասարդ տղա, որը ցանկություն ունի ֆիլմ նկարելու, եւ ներդրում արեցին գումար, որ ես կարողանամ գնամ Հայաստան այդ ֆիլմը նկարեմ։ Պապան միշտ ասենք մեր հետևից, ասենք 100% միշտ մեզի օգնել է ու հավատացել է, որ ասենք մենք կարանք անենք ու ճիշտ ասած, եթե իմ կարծիքով ինքը մեզի չօգներ, չփուշ չաներ, ես չեմ կարծում կհասնեինք որ մենք հիմա հասել ենք։ Կամաց ստեղծվեց իմ կարիերան։ Ես շատ եմ ուզում, այո, Ամերիկայում մեծ ամերիկական ֆիլմ նկարեմ, բայց ես պատրաստ եմ ու ես հիմա կարամ ցույց տամ ապացույց, որ ես կարող եմ ֆիլմ նկարել։ Շաբաթը 6 օր զբաղված էինք դրանով, մինչև կարողացանք Միրանի առաջի էջենտին գտնելը, պայմանագիրը կնքելը։ Ինքը բավականին աշխատատար է, ժամանակ շատ է խլում ու զբաղված ենք եղել իրանցով, միայն իրանցով, այնքան որ կարողանանք բերել հասցնել մի տեղ, որտեղից հետո իրանք սկսեն ինքնուրույն արդեն իրանց աշխատանքին հետևել։ Կարոն միշտ ամեն ինչը կթողեր ժամերով, օրերով կքշեր, որ այս ստուդիայից այն ստուդիայից այդ audition-ները անցնեին, քանի տեղ ենք տենց, շատ ենք փորձել։ Միրանի հետ բավականին շատ մրցույթների ենք մասնակցել։ Այն ժամանակվանից ինքն էլ էր սկսել արդեն, ինքն իր համար բեմադրություններ անել, ինքն իր համար ինչ-որ բաներ էր օրիգինալ մտածում։ 10-15 օր գնում է, ոչ մեկը չենք իմանում, ինչ audition։ Մի օր եկավ ասեց, պապ, մի րոպե կգաս, մեր տունն էլ հյուրեր էին։ Ասեց, ես Մադոննայի audition-ն եմ անցել, 7 հատ տղա են ընտրել 1500 հոգուց, Կարոյի աշկերը լցվավ։ Հիմա պատմում եմ, միշտ հուզվում եմ։ Ես եկա, որ ասեցին Մադոննայի, ասեցի պապա այդ երազանքը դու կատարիր։ Երբ որ դա մենք ամուսնացած չենք եղել, նոր իրար հետ մոտ էինք, որ ասում էր ես գնալու եմ Ամերիկա Մադոննայի հետ ապարեմ։ Մենք միշտ ծիծաղում ենք, որտեղից մենք Սովետում, Ամերիկան որտե, Մադոննան որտե։ Ու որ ասի հորդ երազանքը դու կատարեցիր, դա մեր համար շատ մեծ բան էր։ Նա հուզվեց։ Opposed to it. I just want to get the most out of it, out of you guys. Okay? Okay, well, you're hired. You're hired. Հիշում եմ պապան միշտ ասենք երազել էր, որ ասենք Մադոննայի համար բարեր, բայց ասենք այդ experience-ը ոնց որ պապան ունեցավ իմ մեջով ու մենք ասենք օր աղա երբ որ պապան եկել է մեր այդ համերգների, Մադոննայի հետ ասենք ծանոթացել է։ You ready? Let's go. Սեփական հարուստ կենսագրությունն ունենալով այսօր Կարո Կիրակոսյանը հպարտությամբ ու գոհունակությամբ է ընդունում որդիների հաջողության արդյունքները, որոնց հասնելուն
նվիրել է իր կյանքի երկրորդ կեսը։ Նա չի սահմանափակվում արածով, մշտապես պրպտում ու ստեղծում է նորը, բայց շարունակ կարոտում է այն հինը, որը թողել է իր երիտասարդության քաղաքում։ Կարոտ հասկացողությունը ինձ խեղդում էր մինչև 2000 թիվը, որտեղ ընկերներիս մեծ մասը, մանավանդ ստեղծագործող մասը ընդեղ էր, շատ փոքր մասը ստեղ։ Հիմա այդ բանը փոխվել է։ Նժարը փոխվել է, ստեղ ավելի շատ մարդ կա իմ ստեղծագործող ընկերներից, քան ընդեղ։ Պակասը զգում եմ իր եւ վերջերս ինձ ասեց խանդիկ, գիտես չէ, շատ եմ կարոտում, բայց առանց գործի գամ այդտեղ ինչ անեմ։ Էլի պիտի գնանք մի քանի ռեստորան, նստեինք միտեղ, քո տանը, ուրիշի տանը բան, այ եթե գործ լինի, հենց այսօր տոմսը առնող ու թռնող եմ։ Ես կարծում եմ, որ շուտով դա էլ կլինի, որովհետև ես շատ եմ ուզում, որ նա գա եւ իմացեք, որ դա անելու է առանց որևէ սպասելիքի, անելու է ամբողջ հոգով, նվիրված։ Ինքն է ինձ ասելու մի քիչ էլ աշխատենք, էլի աշխատենք։ Կարծում եմ, որ պիտի ամեն ինչ արվի, որ Կարոն մի անգամ էլ մտնի դրամատիկ ու իր կարիքը ունի դրամատիկական թատրոնը, շատ։ Նա շատ անալիտիկ ուղեղ ունի, հոգու խորքում շատ փխրուն եւ էմոցիոնալ մարդ է, բայց նրա էմոցիոնալ լինելը առաջի պլանում չի։ Երևանից ինչն է ինձ պակասում։ Անկեղծ ասած, առաջվա մեր մարդկային հարաբերությունները։ Առաջվա հարաբերությունները, առաջվա այն երիտասարդ տարիքի իմ ընկերներն ու ընկերուհիները, որ բոլորս միասին մեր գրպանից ինչ ունեինք, հանեինք, դնեինք սեղանի վրա 10 ռուբլի չէր հավաքվի։ Հիմա ունենք շատ ավելի շատ, բայց դրա կեսն էլ չարժի։